Այդ հարցերի պատասխանները համագումարում հուսով եմ կստանաք, լիարժեք, սպառիչ։ ՀԱԿ-ը խճանկարում տեղավորվելու խնդիր չունի։ ՀԱԿ-ը Հայաստանի քաղաքական դաշտում կոնգրեսը, մենք սիրում ենք կոնգրես ասել։ Կոնգրեսը Հանրապետության հիմնադրման օրվանից ՀՀՇ-ն, հետո կոնգրեսը միշտ ունի իր տեղը։ Իսկ սկսած 96 թվականից կոնգրեսը միշտ դավանել է խաղաղության օրակարգին եւ այսօր տարօրինակ մի երևույթ է նկատվում իշխող ուժի կողմից, որը լինելով գլխավոր պատերազմի կուսակցության ներկայացուցիչը, ամենաաղետաբեր ներկայացուցիչը, այսօր ինչ-որ խաղաղության օրակարգերից է խոսում։ Ես կարծում եմ, որ այս համագումարով մենք նաև կարձանագրենք իշխող կուսակցության պատերազմի ու պարտություն կուսակցություն լինելու հանգամանքը եւ որ կոնգրեսը միակ ուժն է եղել, որ մշտապես խոսել է խաղաղության օրակարգից եւ իր բոլոր գործողություններով նպաստել է խաղաղության հաստատմանը։ Պարոն Խաչատրյան, եւ դուք խոսեցիք այդ խաղաղության օրակարգերի մասին, ինչու այս պահին, մինչ այս պահը փաստացի այլ ուժերի չի ստացվում ամրապնդել այն վստահեցումը հանրային լայն շերտերում, որ ամենևին Փաշինյանի առաջարկած խաղաղության հակառակը պատերազմը չէ, այլ օրինակ արժանապատիվ խաղաղություն, ինչի մասին նաև դուք եք խոսում։ Տեսեք, մենք իսկապես մեր ծրագիրը միտված է լինելու հենց համոզելու մեր ժողովրդին, որ այն խաղաղությունը, որից խոսում է Փաշինյանը, դա բնավ խաղաղություն չէ, որտեղ մենք չունենք մինչև այսօր առարկայական որևէ արդյունք, որը կարող էր մեզ համոզել, որ իշխող ուժը մեզ տանում է դեպի խաղաղության։ Ընդհակառակը, իշխող ուժի պարտվողական շարունակական կապիտուլյացիայի քաղաքականությունը ամեն օր ծնում է նոր պատերազմի վտանգներ։ Մեր այս քարոզարշավի նաև գլխավոր խնդիրներից մեկը լինելու է մեր հանրությանը շատ ուղիղ ցույց տալ այն միֆը խաղաղության մասին, որ փաթաթել են մեր ժողովրդի վրա եւ ցույց տալ խաղաղության իրական օրակարգը գործուն, այսպես գործիքներով, աշխատող գործիքներով, օրինակ ինչպիսին BRICS գումարած TRIP այդ մեր մեգա-ծրագիրն է, այո, որը իսկապես շատ լավ գործիք է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար կամ բոլոր տարածաշրջանային եւ միջազգային խոշոր խաղացողների հետ բալանսավորված քաղաքականություն տանելը, որը անհրաժեշտ է, որպեսզի այս տարածաշրջանը չվերածվի այդ մեծ խաղացողների բախման թատերաբեմին։ Այդ բախումը դուրս անենք մեր ռեգիոնից, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արհեստականորեն բերում բախում է, առաջացնում, որին մենք ցավոք պիտի ասեմ, որ արդեն իսկ դարձել ենք այդ բախման կտորներից մեկը, որտեղ օրինակ մեր հարևանի վրա հարձակումը մեր բոլորի մեջ վախ էր արթնացրել, որ մենք հերթական անգամ մեծերի խաղին կարող ենք զոհ դառնալ։ Բայց այդ վտանգը անցել է ձեզ։ Չէ, վտանգը ոչ միայն չի անցել, այլև ամեն օր ահագնանում է։ Ես մեր ժողովրդին կուզեի ասել, որ այս անգամ ցավոք սրտի Տեր-Պետրոսյանը մինչև այսօր իր կանխատեսումներում չի սխալվել։ Եվ այն կանխատեսումը, որ ազգի կեսը կործանել է, մյուս կեսն էլ կործանելու է, դեռ ուժի մեջ այդ կանխատեսումը։ Եվ մենք եւ մնացած բոլոր քաղաքական ուժերը, ովքեր իրատեսական ուրեմն ֆունդամենտի վրա են, այդ բոլոր քաղաքական ուժերը մեր ժողովրդին կարողանան համոզել, որ այս իշխանության պաշտոնավարման շարունակությունը հանգեցնելու է այդ, ինչ ասեմ, սարսափազդու հեռանկարին։ Հասկանալի է, շնորհակալ եմ։